Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտիմյանը։ Ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր օգոստոսի 26-ն է 2026 թվական։ Հիմա տեսնենք Ռուսաստանը որևէ կերպ չի պատրաստվում Հայաստանին հանգիստ թողնել։ Դե ինչ, պետք է անդրադառնանք, պետք է նախապատրաստվենք, որովհետև եթե Հայաստանից հնչում են կարծիքներ, որ Հայաստանը պետք է գնա դեպի Եվրամիություն, այդ դեպքում մենք գիտենք, որ պատասխան հարվածներ ստանալու ենք այդտեղից։ Այնպես որ միայն հայտարարել ու ոչինչ չանել, դա շատ ավելի վտանգավոր է։ Հայտարարությունն անելուց հետո պետք է կոնկրետ քայլեր անես, որովհետև գիտես, որ Ռուսաստանից ամեն ինչ սպասելի է։ Առավելևս Ռուսաստանի շահերի սպասարկողներ Հայաստանում դրա պակասը չունեն։ Հիմա նայեք, Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտնել է, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Դա լիովին բխում է հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի տրամաբանությունից։ Սա արվում է որպես պաշտոնական հայտարարություն արտգործնախարարության կողմից։ Սա իրիկնային հեքիաթ չի, սա որևէ վերլուծաբանի կարծիք չի, սա հստակ պետության կարծիք է։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Հայաստանը չի ցանկանում Ռուսաստանից պոկվել, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում պոկվել, բայց Արևմուտքը շանտաժ է անում Հայաստանի իշխանություններին եւ փորձում է Ռուսաստանից պոկել։ Բայց այդ դեպքում Նիկոլ Փաշինյանից ինչի եք բողոքում։ Եթե դուք խոստովանում եք, որ կա Հայաստանի վրա ճնշում, եւ այդ ճնշմանը դիմադրելը շատ մեծ խնդրեմ է, որովհետեւ ճնշումը գալիս է արևմուտքից, որը օգնում է Ուկրաինային, որը կռվում է Ռուսաստանի դեմ 5-րդ տարին եւ դուք գիտեք արևմուտքի հնարավորությունն ու ուժը։ Այդ դեպքում Հայաստանի հասարակությանը, Հայաստանի իշխանություններին ինչու եք մեղադրում։ Այն որ մենք Հայաստանի իշխանություններին մեղադրում ենք, այդ մենք գիտենք ինչի համար ենք մեղադրում եւ փաստով ու փաստարկով ներկայացնում ենք, բայց որ դուք եք մեղադրում, հիմա դուք ինչ եք առաջարկում։ Կա ճնշում Հայաստանի վրա, ինչ եք առաջարկում։ Կարողանում եք չեզոքացնել այդ ճնշումը կամ հարցրել եք Հայաստանը ցանկանում է, որ դուք չեզոքացնեք այդ ճնշումը։ Հիմա նույնիսկ օրվա մեջ, հիմա մի հատ ուրիշը կկարծա, մեկ ուրիշ պաշտոնյայի կարծիք, եղբայր եթե դուք իրարից տեղյակ չեք, գոնե բաժանորդագրվեք Էդվարդ Անտիմյան YouTube-յան ալիքին, մտեք, որ իմանաք ինչ է ասում արտգործնախարարությունը, ինչ է ասում Պետդումայի նախագահը, նույն հարցի հետ կապված, դուք իրարից տեղյակ չեք։ Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդին ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրամիությանն անդամակցելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչու եք օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները, ինչու եք խաբում նրա մասնակիցներին, դա ցինիկություն է, դա սխալ է, հստակ ասեք, դուք գնում եք Եվրամիություն, հարց է ծագում Վիաչեսլավ Վոլոդին, բա մոռացա, որ Հայաստանի վրա ճնշում են, ինքը չի ցանկանում ցինիկ լինել, իրանց բռնացինիկացնում են, բա չեք լսում դուք։ Հիմա վերջը մեր վրա ճնշում կա, թե սա Հայաստանի կողմից վարվող քաղաքականություն է։ Այդ կողմնորոշվեք, էլի։ Ուրեմն դա ցինիկություն է, դա սխալ է, հստակ ասեք դուք գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում պետք չէ այստեղ արտոնություններ ստանալ։ Էռնակ իմանանք որն է ձեր արտոնությունը, որ սենց թափ տալով դոշները այսպես փախնում են ձեզանից, կամ մեկը, որ ուզում է ձեզ այդ գործընկեր լինի, բայց այդ արտոնություններից ինչի չեն ուզում օգտվել, աչքները քոր են ուզում, սկի Բելարուսը չի ուզում Ռուսաստանի մասնաճյուղ դառնա, ընդհանուր պետությունից խոսում են, քայլեր անում են, օրենսդրության հետ կապված քայլեր անում են, բայց այնուամենայնիվ Բելարուսը մտածում է, նույնիսկ Լուկաշենկոն, որ ուղղակի աշխատում է, ասենք, բան էլի, Պուտինի ձեռի տակ երիտասարդ տղա է աշխատում, վազվզում է անեց։ Նույնիսկ այդ պարագայում ինքը մտածում է, կարող է Ռուսաստանը խնդիր ունենա, մենք ինչի ներկայացվենք պատերազմի մեջ, կարող է Ռուսաստանը խնդիր ունենա, մենք ինչի ամբողջությամբ պաշտպանենք, անգամ Լուկաշենկոն ձեզ հետ չի, անհրաժեշտության դեպքում կարող լավ էլ թռնի, դուք ումից եք դա պահանջում։
Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը գնել նաև այլ երկրներից, նույն գինին Ռուսաստանյան Դաշնությանը վաճառելու ցանկացողները շատ են, ու թե Ֆրանսիան է ուզում վաճառել, թե Իտալիան, չնայած պատժամիջոցներին, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Տաջիկստանը, Ղրղստանը, Ուզբեկստանը, բոլորը ցանկանում են իրենց մրգաբանջարեղենային արտադրանքը իրացնել մեր երկրում, բայց Հայաստանի համար որպես ԵԱՏՄ անդամ երկրի կան արտոնություններ։ Այստեղ խոսքը ազնվության պարկեշտության մասին է, որ արտոնության մասին է, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, ստիմուլ չունի զարգանալու, որպեսզի տա որակյալ ու մրցունակ ապրանք, տալիս է անորակ ու անմրցունակ ապրանք, որը նույնիսկ քաղաքական դրդապատճառներով Ռուսաստանը մերժում է։ Սա է ձեր արած լավությունը, որ որևէ նպատակ շահագրգռվածություն չկա որակյալ ապրանք ունենալու, եթե ունենաս, այլ շուկաներ կմտնես։ Դիվերսիֆիկացիայի համար մենակ այն չի, որ դու այդ ճանապարհները կորոնես, մենակ այն չի, որ այս տեխնիկայի դարում կկարողանաս կապ հաստատես որևէ մեկի հետ քո ապրանքն առաջարկես, կամ ուղարկես նմուշը նայեն, կամ փոխսնական գնում կատարեն։ Դու պարզապես այդ ամբողջ համալիր ձևով պետք է հասկանաս, իսկ քո ապրանքը լավ, ընկերական մի անգամ ընդունեցին, քաղաքական որոշմամբ ընդունեցին, կարողացավ այդ ապրանքը ճանաչելի լինի եվրոպական շուկայում, եւ իսկապես որակով է, որ նրանք ասեն ավելի լավ առնենք թանկ ու որակով հայկական ապրանքը, քան թե եսին ինչ առնենք, որտեղ նա գիտենք օրգանական ապրանքը, նա գիտենք ինտենսիվ այգու ապրանքը, որը որ շատ հարցեր կարգավորված է, որտեղ այդ ամբողջը մենք պետք է մտածենք, թե չէ։ Եվ ի վերջո, եթե հայկական ծավալը փոքր է, ձեզ համար որևէ նշանակություն չունի այդ ծավալը ուրիշ է ընդունում է Հայաստանից, բայց ձեր դժգոհությունը որն է, հիմա դա էլ կասեմ։ Եթե Հայաստանը ցանկանում է գնալ դեպի Եվրոպա, նրան ոչ ոք չի խանգարում, նշել է Վիաչեսլավ Վոլոդինը։ Այնտեղ գնալ էին պատրաստում շատերը նույն Ուկրաինան։ Նրանք ամեն ինչ զոհաբերեցին հանուն նրա, որպեսզի Եվրամիության գիծը իրականացվի մեր երկրի նկատմամբ։ Մարդիկ զոհվում են, բայց անգամ այդ զոհերը, որ բերել է Ուկրաինան, ավելի ճիշտ նրա ղեկավարությունը Եվրամիությանը հաճոյանալու համար չբացեցին սահմանները նրանց գյուղատնտեսական արտադրանքի համար։ Մեծ հաշվով մարդիկ զոհվում են եվրոպացի առաջնորդների եւ նրանց քաղաքականության համար, բայց միևնույն ժամանակ նրանց միևնույնն է չեն թույլատրում վաճառք իրականացնել Եվրամիության տարածքում։ Եթե Հայաստանը այլ կերպ է մտածում, որ իրենց մոտ ամեն ինչ կստացվի, կրկին դա նրանց ընտրությունն է, հավելել է Ռուսաստանի պետական դումայի նախագահը։ Զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ, դա նշանակում է, եթե դուք ցանկանում եք դուրս գալ, մենք ձեր դեմ կպատերազմենք։ Այլ առումով Ուկրաինային հիշել անիմաստը քննարկել, ինչի՞ չեք Մոլդովայի օրինակը բերում, ինչի՞ եք Ուկրաինայինը բերում, որովհետև Ուկրաինան ցանկանում էր, այո, գնալ եվրոինտեգրացիայի ճանապարհով, որ ինքը այդ բանակցությունները ավելի շուտ էր սկսել, քան անգամ Հայաստանը, արևելյան գործընկերության շրջանակներում, որ լիներ ասոցիացիան անդամ Եվրամիության, եւ նաեւ խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել, որը Հայաստանն էլ էր վերաբերվում Ուկրաինային էլ, բայց անգամ այդ տնտեսական բլոկը ասին լավ, մի կողմ դնենք քաղաքական անենք։ Դուք օկուպացրել եք Ղրիմը, դուք ասել եք ձեր մոտ Մայդանը, դուք ասել եք իշխանությունը զավթել են եւ մտել եք միջազգայինորեն ճանաչված պետության տարածք օկուպացրել, բայց ասում եք մեր նպատակն է, որպեսզի կանխենք, որ նրանք ՆԱՏՕ-ի անդամ չդառնան։ ՆԱՏՕ-ի անդամի ցանկություն իրանց մոտ առաջացել է 2022 թվականին հայտ ներկայացնելը։ Մինչև այդ իրանք ասում էին ուզում ենք ՆԱՏՕ գնանք, ՆԱՏՕ-ից ասում են լավ է, պետք չի անիմաստեղը հարաբերություն փչացնենք Ռուսաստանի հետ։ Այսինքն ՆԱՏՕ-ն պատճառաբանություն էիք բերում, որ դա է սկզբունքային, բայց բերեցիք ՆԱՏՕ-ի զորքը Թուրքիայի տեսքով մտցրեցիք հարավային Կովկաս, Ֆինլանդիան դարձավ 1100 կիլոմետր ցամաքային տարածքով ՆԱՏՕ-ի անդամ, ծովային տարածքով էլ Շվեդիան, վաղը մյուս օրն էլ կլինի Մոլդովան, որոշ ժամանակ իրավիճակ անցնի կլինի Վրաստանը։ Այդ էր ձեր արած ՆԱՏՕ-ի հետ կապված ձեր քայլերը։ Ոչ, դուք հենց Եվրամիության հարցով Ղրիմը վերցրեցիք, ոչ թե ՆԱՏՕ-ի։ Մայդանը եղել է Եվրամիության ասոցիացիան համաձայնագրի առումով։ Այսինքն դուք եք հիմա Հայաստանի շանտաժանում, քայլ կանեք դեպի Եվրամիություն, պատերազմ հայտարարենք ձեզ հետ ոնց որ Ուկրաինայում։ Դուք եք պատերազմը սկսել, ի՞նչ է նշանակում Ուկրաինա եք ուզում։
Մենք ուզում ենք Եվրամիություն գնալ, Ուկրաինա դուք եք ուզում պատերազմ սարքել, մենք պատերազմ չենք ուզում, մենք չենք պատրաստում Ռուսաստանի հետ պատերազմել։ ԱՊՀ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյան։ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը որևէ քրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի բաժինը այդքան էլ բարձր չէ, իսկ Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի հետ Երևանի առևտրաշրջանառությունը աննշան է։ Որոշակի ապրանքների վրա արգելքները նպատակ ունեն ապահովել անվտանգ ապրանքների ներմուծումը Ռուսաստան, Միությունում սահմանված սանիտարական, բուսասանիտարական պահանջներին պատասխան։ Այսինքն քաղաքական որոշում չի, ձեր ապրանքը անորական։ Միության անդամ պետությունների սահմանային անցակետերում պետական վերահսկողության մարմինների կողմից նման վերահսկողություն նախատեսվում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով, բացատրել է Աղասանդյանը։ Հիմա հարց. մեր ապրանքը աննշան է ձեր շուկայի համար, շատ ուրախ ենք ձեզ համար։ Հիմա հարց. մեր աննշան ապրանքը, որը անորակ է, դուք քաղաքական նպատակներով չի, որ մեզ մերժում եք, այդ անորակ ապրանքի համար ձեր գործընկերը, որը ԵԱՏՄ անդամ է, այդ դա մեր ընդհանուր տնտեսական տիրույթն է, մաքսային տիրույթն է, մենք ձեր գործընկերն ենք, մեր ծավալները նաև ձեր ծավալներն է, մի ընտանիքի անդամ ենք։ Հիմա դուք ասում եք, հարգելի, ձեզ շատ հարգում ենք, դուք մեր ռազմավարական դաշնակիցն եք, մեր գործընկերն եք ԵԱՏՄ-ում, բայց ձեր ապրանքը անորակ է, ես չեմ կարող իմ քաղաքացուն տամ, հարգում եմ նաև իմ քաղաքացուն, ասում ենք շատ լավ, շնորհակալ ենք, որ դու բարեկամաբար դա ասում ես։ Հիմա մեր այդ անորակ ապրանքը, որ քեզ պետք չի, Եվրոպան ուզում է առնի, բա դու ինչ ես բողոքում, բա դու պետք է ուրախանայիր մեզ համար, ասիր վայ գործընկեր ջան, այդ լավ է, որ մարդ ես գտել, համոզել ես կամ խաբել ես, նրա վրա վաճառել ես այս ապրանքը։ Այս ինչ լավ է, այս ապրանքը մեր վրա չմնաց, որովհետև մենք ընդհանուր ԵԱՏՄ տիրույթում ենք։ Ինչու ես դու դժգո, որ մի ապրանք, որը դու ես մերժել, Հայաստանը չի թափել, այդ ապրանքը կարողացել է իրացնել, որտեղ եթե այդ ապրանքը իրացնել է, մեր համախառն ներքին արդյունքը դրանից աճում է, տարբեր գործողությունների արդյունքում ուրիշ ապրանքել ենք ստանում, մաքսատուր գանձելով ձեր գանձարանն ավելի շատ գումար ա մտնում, Հայաստանը ներկայացրել է, որ մենք ավելի շատ գանձարան հանձնում ենք, քան ստանում ենք, այսինքն ինչքան մեր տնտեսությունը հզոր լինի, զարգացած լինի, դիվերսիֆիկացված լինի, այնքան դուք դրանից օգտվելու եք, առավել ևս ձեզ տալու ենք որակովը, ուրիշին տալու ենք անորակը, դուք ինչի եք հուզվում, եթե դուք անձնիվ եք, այդ ցինիկներ, դուք չեք հասկանում, որ ձեր տեխնիկական սպիրտով, լվացած ուղեղով, Հայաստանին դուք չեք կարող մեղադրել ինչ-որ հարցում, դուք հասկանում եք ամեն մեկը, որ պատի տակ եք պատահաբար ծնվել, դուք ընդհանրապես տեղյակ եք, շատերը տեղյակ եք, ումից, որտեղ, ինչ հանգամանքներում, եւ այդ ձևի չի ընտրությունը կատարվել, որ դուք իշխանություն եք դարել, ում եք այսօր բացատրում, որ Հայաստանը մեղավոր է, որ ապրանքը թափելու փոխարեն մարդակթե վրան վաճառում, իսկ դա ձեզ դուր չի գալիս։ Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտնել են Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան իբր խոչընդոտում է Հայաստանին, դառնում է լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այն ինչը ասում Նիկոլ Փաշինյանը, դնենք մի կողմ, որովհետև մենք գիտենք Նիկոլ Փաշինյանը օրվա մեջ կարա առնվազն 3 բան ասի, 4-ն էլ վերջում ասի։ Դա դնենք մի կողմ, բայց փաստը ինչա հնչել Հայաստանից։ Կոնցեսիոն պայմանագրով մեր գործընկերը Ռուսաստանն է, թրիփի պայմաններում մեր գործընկերը դառնում են այլ երկրներ, որոնց ձեռնտու չէ, որ Ռուսաստանը ներգրավված է այդ ծրագրում, առավել ևս, որ Ռուսաստանի դեմ կան սանկցիաներ, առավել ևս Ռուսաստանը, եթե քիթը խոթի ուղղակի թե միջնորդավորված, նաև ինֆորմացիա է ունենալու ինչ է կատարվում, ուր է գնում, որովհետև այդ երկաթգիծը իր վերահսկողության ներքո է, եւ այդ պարագայում մեր գործընկերներին բացարձակ չի հետաքրում մի կողմից սանկցիա կիրառեն Ռուսաստանի դեմ, մյուս կողմից Ռուսաստանը ներգրավված լինի այդ ծրագրում։ Մի բարդ բան է դա հասկանալու համար։ Հիմա հարց. Հայաստանից նեղանալուց առաջ Նիկոլ Փաշինյանը կանգնել ասել է, եկա Պուտինին առաջարկեցի, ասի խաղաղության խաչմերուկով արի այս երկաթգիծը վերցրու, արևելքը արևմուտքին կապողը դու արա։ Խափում է Նիկոլ Փաշինյանը, չի առաջարկել Պուտինին, ստում է, բան չի չեք ասում։ Հանեք ձայնագրությունն, ասեք դու ես խափում։
Տղա ջան, եկել ես ինչ հեքիաթ ես պատմում, դու մեզ երբ ես առաջարկել այդ ճանապարհը։ Բայց այդ ճանապարհն առաջարկել են, դու մերժել եք։ Մեկ ուրիշը առաջարկել է, Հայաստանը համաձայնվել է, անգամ Հայաստանը չի առաջարկել Ամերիկային։ Նիկոլ Փաշինյանը կանգնել ասել է, Թրամփի ադմինիստրացիան է ցանկություն հայտնել։ Մենք բոլորին առաջարկեցինք, բոլորից մերժվեցինք, այդ թվում նաև Ամերիկայի նախկին ադմինիստրացիայից։ Այդ իրանց նախաձեռնությունն է։ Դուք Հայաստանին ինչու եք մեղադրում։ Բա վերցնեիք 100% վերահսկողություն ունենայիք 2020 թվականի նոյեմբերի 9-ի օրդքետնել կյանքի կոչեիք։ Ձեր վերահսկողության տակ էլ լներ։ Բան չի չարեցիք։ Որտեղ մտածում եք, որ Հայաստանը գնալու տեղ չունի, բթամիջի համար Հայաստանում փող դնենք, այնա մերն է էլի, թող տենց մնա էլի, մասնաճյուղ մնա, ծայրագավառ մնա, էլի ֆորպոստ մնա Ռուսաստանի։ Հիմա հուզվել եք ինչի համար, որ այն ինչ որ դուք չեք ուզե, մեկ ուրիշը ուզել, ձեզ մեղադրեք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, այն որ Ուկրաինան պարտվում է հակամարտությունում միանշանակ է, ռազմաճակատներում առկա դինամիկան դա ակնառու կերպով ցույց է տալիս։ Հիմա այս մարդկանց ժողովուրդ ջան, այս շեղումների պարագայում ես չգիտեմ ինչ ծառայություն կա, որ մարդկանց կարողա տեր կանգնի։ Ռուսական պաշտոնը 5-րդ տարին է դուք կռվում եք, մի կիլոմետր առաջ եք գնում, 5 կիլոմետր հետ գալիս։ Այն էլ մի կիլոմետր որ առաջ եք գնում, ձեզ թույլ են տալի, որ առաջ գաք, որպեսզի զոհեր չտաք, որովհետև ֆիզիկապես մարդկանց տանում եք, sense քծում եք մարտի դաշտ։ Այսինքն ինչ եք անում։ Դուք այդ առաջ գալու համար ուկրաինացին ինքը չի բերում զինվոր, որ քու զինվորի այդ ձեռնամարտի մեջ մտնի, հետո դու քու զինվորով իր զինվորին սպանես կամ նա քու զինվորին սպանի։ Եթե գիտի, որ պետք է արդեն հասել է ձեռնամարտի մոդեկության վտանգավորության աշճանին, հետ է քաշվում, որ զոհեր չտա։ Եվ դրա փոխարեն քեզ հարվածում է թիկունքից օպերատիվ շրջափակման մեջ է վերցնում։ Ուշ թե շուտ վախվորած փախնում ես։ Մի կիլոմետր առաջ ես գալի 50 կիլոմետր փախնում ես, որտեղ արդեն հասկանում ես, որ թիկունքից շրջափակման մեջ են վերցնում։ Կդնեն կկոտորեն բոլորին։ Այսինքն դու ինչով ես հիմա առաջ գնում։ Կամ եթե առաջ ես գնում, մենակ դու ես ասում։ Ոչ մեկը քո առաջ խաղացումը չի տեսնում։ Բոլորն էլ այս 21-րդ դարն է, բոլորն էլ ունեն տեխնիկական հնարավորություններ տեսնեն դու ոնց ես առաջ գնում եւ ինչ ես անում։ Ինչա ձեր ուզածը, այս պատերազմի նպատակը որն է, որի մեջ նաեւ ներքաշում եք Հայաստանին, որ դու մեր գործընկերն ես, պետք է մնաս մեր ազդեցության տակ։ Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Կատովսկ քաղաքում գտնվող Վայլբրիզի լոգիստիկ կենտրոնը, որն օգոստոսի լույս 26-ի գիշերը հարձակման էր ենթարկվել, ուկրաինական անօդաչու սարքերի կողմից ամբողջությամբ հրդեհվել է։ Նահանգապետը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 19 անօդաչու թռչող սարք է հարձակվել պահեստի վրա, որոնցից 16-ը խոցվել են, սակայն 3-ը կարողացել են հարվածել շենքին։ Քանի անգամ արդեն դուք գիտեք, որ Վայլբրիզի պահեստին խփելու են։ Նորությունա, դուք այսօր 19 ինտենսիվության անօդաչու թռչող սարքի դեմը չեք կարողանում առնել։ Ընդհանրապես անօդաչու թռչող սարքա, որ գլուխդ բարձրացնում ես, տեսնում ես ոնց ասենց հանգիստ գալի դրդռոցով գնում։ Դուք չես կարողանում անգամ այդ ինտենսիվությանը դիմանաս։ 19 հատ ուղարկում են 3 հանցնում է։ Կոպեկներով դրոնները, անգամներով, տասնյակ անգամներով, անգամ 100 անգամ էժան, քանեն հակաօդային համակարգը, որով որ օգտագործում եք, որպեսզի խփեք այդ դրոնը։ Դուք չեք դիմանա այդ պայքարին։ Նույն պահեստին երկրորդ անգամ ոնց են խփում, երրորդ անգամ ոնց են խփում։ Հա, մոռացել ենք, Պուտինն ասել է, եթե պահեստին խփում են, մենք կպետականացնենք Վայլբրիզը։ Ահա, դե ասեք, այմար, մենք ենք ասում, այս դրոնը ոնց է այսքան անցնում։ Այս խելքով եք ուզում Հայաստան կառավարեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ԱՄՆ ռազմածովային ուժերին տեղեկացրին, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները հեռացվել է եւ կամ ոչնչացվել են։ Իրանին տեղեկացվել է, որ նորականներ տեղադրող ցանկացած նավ կամ նավակ անմիջապես եւ համակարգված կերպով կոչնչացվի։ ԱՄՆ արբանյակների օգնությամբ մենք վերահսկում ենք նեղուցի յուրաքանչյուր քառակուսի մետրը, ինչպես նաեւ Փիքաքս լեռը եւ արդեն իսկ
ոչնչացված 3 այլ միջուկային օբյեկտներ։ Ժորժյան, ես երբ որ պարբերաբար պարզաբանում եմ Իրան-Ամերիկա կոնֆլիկտը, իհարկե նշում եմ, որ դրա մեջ շատ վտանգավոր բաներ կա մեզ համար։ Բացի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերադասավորումներից, Ամերիկայի պլաններ են կազմում, Իրանը եթե հանկարծ Ամերիկային դուրս մղի այստեղից, մենք խայտարակ խնդիրների առաջ կգանենք։ Իրան լրիվ ուրիշ ձևի կպահի եւ կասի չհասկացանք, մյուս անգամ էլ խաղեր չտակ։ Մեզ պետք չի, որ այնպես լինի, որ վաղը նաեւ Եվրոպայի հետ կապված ասի խաղեր չտակ։ Իրա համար դեռ Եվրոպան գործընկեր է, նորմալ գործընկեր է, փոխշահավետ գործընկեր է դեպի Եվրոպա Հայաստանի միջոցով ճանապարհը բացելու գործընկեր է։ Բայց եթե ինքը հաջողություն ունենա այն աշճանի, որ Ամերիկային ճանապարհ ուղարկի, ասի հաջողություն։ Տեսեք, այդ ինչ խնդիր կլինի, բայց նույնիսկ այս պարագայում ինձ թվում է ես մեկնաբանում եմ նարդու խաղ։ Պարբերաբար ասում եմ, էլի դրա մասին։ Այս կողմը գլուխը գովում ասում են մեկը խաղացող չի։ Լրի ջախել եմ ընդհանրապես չկա ուր ատեղ խաղացող։ Այս կողմն ասում է տոնդը խաղացող չկա, անենց օին եմ դրե, անենց եմ ջարդել պիշտեր։ Ժորժյան, սա նարդի եք դուք մեկնաբանում, ես չեմ հասկանում։ Ամերիկայի լսում ես Հորմուզի նեղուցը փագելա, չի թողել մի հատ ճանճը տզա։ Իրանին ես լսում, ասում Հորմուզի նեղուցը փագել եմ, Ամերիկան հլա ու բախտը փորձի այս կողմով անցնի։ Տղեկ ջան, մի հատ կողմնորոշվեք, որ մենք էլ կողմնորոշվենք, էլի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն իրենց վերահսկողության տակ է։ Ժորժյան, կարող է իրանք չեն լսել Թրամփն ինչ ասում։ Դե այմարդ մեզ լսեք, ասենք էլի Թրամփն ինչ ասում։ Բայց նոր էր ասում։ Թշնամու ոչ մի ռազմական նավ Պարսից ծոցի ներսում չկա։ Մենք բանակցություններ սկսեցինք Օմանի հետ եւ համաձայնության եկանք նեղուցի ջրերի եւ եկամուտների յուրաքանչյուր երկրի բաժնի վերաբերյալ։ Հիմա հասկացաք ինչ է կատարում։ Հասկացանք մի բան, որ ոչինչ էլ չհասկացանք, այս մարտիկ այդ հարցը չեն լուծել։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում է, որ այսօր ռազմական ճանապարհը լուծում չունի։ Պետքա պաշարի, պետքա փակի, տնտեսական սանկցիաներ կիրառի։ Եվ Իսրայելը, որ այս ամեն ինչի մեջ ներքաշեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Բենյամին Նեթանյահուն հայտարարում է խրոխտ ձևով, ես դեմ չեմ, որ Ամերիկան Իրանի հետ պայմանավորվի, դեմ չեմ։ Ինքը համաձայն է մեծահոգաբար, որ պայմանավորվեն, բայց չի հավատում, որ Ամերիկան կկարողանա Իրանի հետ պայմանավորվի։ Անգամ առանձնապես չի էլ հավատում, որ սանկցիաները մեծ արդյունք են տալու։ Անգամ առանձնապես չի հավատում, որ այդ շրջափակման օղակը նեղացնելը կամ էլ ընդհակառակը լենացնելը պետություններ ներգրավել, որոնց սանկցիաներ կիրառել, այդ էլ արդյունավետ չի։ Իսրայելը ունի մի տարբերակ, ոչնչացրու Իրանին։ Ամերիկան էլ տեսնում է, որ այս պահին ինքը ի վիճակի չի այդ խնդիրը լուծել։ Ի վիճակի լիներ սանկցիաներով չեր անցնի մի պայքարի, որի պարագայում 1979 թվականի նոյեմբերի 14-ից Իրանը այդ սանկցիաների տակ է։ Նոյեմբերի 4-ին, երբ որ դեսպանատան վրա հարձակվեցին Իրանում ամերիկյան, 10 օր հետո Ամերիկայի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը այդ սանկցիաները մտցրեց նոյեմբերի 14-ին։ Եթե այսքան տարվա սանկցիաներին դիմացել են, մի քիչ էլ կդիմանան, ժողովուրդ ջան։ Մենք ուղղակի այս խնդիրների մեջ խնդրեմ կունենանք, որը մեզ հեչ պետք չի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայի Իրանը իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմին ցանկացած երկրի մասնակցությունն ու աջակցությունը կդիտարկի որպես ռազմական գործողություն։ Այսինքն նույնիսկ եթե մենք մի անշարժ քայլ անենք հօգուտ Ամերիկայի, որի նպատակը չի օգնել Իրանի դեմ պատերազմում կամ սանկցիաներում, կարող է դա դիտարկեն որպես ռազմական գործողություն Իրանի նկատմամբ, որովհետև գնահատական տվողը, որակական գնահատական տվողը Իրանն է։ Մեզ առանձնապես չի հարցնելու, թե ինչու համար է ինքը դա այդպես անում։ Այսինքն սա առաջացնում է խնդիր, ինքն է որոշելու քո արած քայլը օգնեց Ամերիկային իր դեմ պատերազմում, թե չէ։ Իսկ մենք տարբեր հարցերով համագործակցում ենք, շփվում ենք Ամերիկայի հետ, եվրոպական երկրների հետ։ Ռեզային նախազգուշացել է խիստ պատասխան միջոցների մասին տնտեսական ճնշման շարունակման դեպքում։ Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում ոչ մի կաթիլ նավթ չի արտահանվի ոչ Հորմուզի նեղուցից, ոչ էլ Պարսից ծոցի ողջ տարածաշրջանից։ Ժորժ ջան, Դոնալդ Տրամփի ասածը երևի Ռեզային չի լսել, կամ Դոնալդ Տրամփը Ռեզայի ասածը չի լսել, որքան հասկացանք նավթը Ամերիկայի վերահսկողության տակ է, բայց Իրանն ասում է ես թույլ չեմ տա դա հանեն, եթե նույնիսկ իրանց սխալ պահեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ. Ձախողվող Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վճարում իր զինված ուժերի մեծ մասի աշխատավարձը։ Միաժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չեն բողոքում նախկինում չտեսնված մասշտաբներով։ Սա հումանիտար ճգնաժամ է էպիկական մասշտաբների եւ այն պետք է կանգնեցվի հիմա։ Եղբայր, կարող է այդ մարդիկ ձերի են կռվում։ Կարող է իրան գալի փող են վճարում, որ կռվեն։ Հիմա դա աշխատավարձ չվճարելու փաստը բավարար է ասել, որ մի քիչ էլ որ ճնշենք մի 40 տարի կհասնենք նրան, որ իրանք կզիջեն։ Սանկցիաները չի արդարացրել, ամերիկյան սանկցիաները անարդյունավետ է եղել։ Ամերիկյան սանկցիաների ժամանակ այդքան բալեստիկ հրթիռ ստեղծեցին։ Ուրեմն ճիշտ ճանապարհի վրա չեք։ Ամերիկյան սանկցիաների ժամանակ իշխանությունը կենտրոնացված էր հոգևոր առաջնորդի ձեռքում, դուք նույնիսկ չնկատեցիք, որ այդ իշխանությունը ապակենտրոնացրեցին եւ դուք հարվածեցիք հոգևոր առաջնորդին ու գեներալիտետին շարքից անեցիք, երկիրը սկսեց ավելի համախմբվել։ Այս ինչ էր ձեր արածը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ. մենք հաղթում ենք բոլորին, այդ թվում Իրանին, այդ երկիրը գտնվում է տնտեսական եւ ռազմական ոչնչացման պարույրի մեջ, Իրանը լիովին փլուզվում է։ Դե մի քիչ սպասի կփլուզվի, կգնաս հանգիստ քայլելով կվերցնես էլի։ Էլ խնդրեմն ինչու՞մ է։ Բան ես զգուշացնում, հանկարծ չօգնեք Իրանին, տեսեք ինչ կանեմ, սանկցիաներ կկիրառեմ, Չինաստանին ես վախացնում, որ Իրանին օգնե։ Փլուզվող երկրի ինչից ես անհանգիստ։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի. ցանկացած պետություն, որը կմիանա Իրանի ծովային շրջափակմանը եւ ԱՄՆ-ի այլ անօրինական գործողություններին, կբախվի հետևանքների։ Իրանի ծովային շրջափակումը ագրեսիայի ակտ է։ Մենք զգուշացնում ենք, որ ԱՄՆ-ի անօրինական գործողությունների ցանկացած աջակցություն կունենա լուրջ հետևանքներ, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի նման բաներ։ Սա էլ նորից էլի մենք հարևան պետություն ենք, որը որևէ խնդիր չունի Իրանի հետ, բայց Իրանը խնդիր ունի ուրիշների հետ եւ մենք կարող ենք ներքաշվենք այս ամեն ինչի մեջ։ Բայց երբ որ դուք տեսնում եք մեր երկրի օրակարգը, թե ինչ են քննարկում ազգային ժողովում, ասում ես Տեր Աստված, լավ գործից բան չեք հասկանում, հասկանանք։ Այդ գլխի ենք, այդ գիտենք արդեն, դե ինչ անենք։ Առավոտից երեկո խոսում եք, թե ինչ որ բան են անում, որ շեղեն օրակարգից։ Այդ գիտեք այս կալանավորումները շեղեն օրա, այսինքն ոնց կարա որևէ ձերբակալություն շեղի օրակարգից Տիգրանաշենը Նիկոլ Փաշինյանը հանձնի, մենք շեղված մնում ենք օրակարգով ուրիշտեղ, չենք ասում ես ինչ ես անում, ուր է այդ հիմքերը, ինչ օրակարգից շեղելու մասին է խոսքը ձերբակալությամբ։ Այո, դուք էլ նույնն եք անում, շեղում եք օրակարգից։ Այս մեր շուրջը այս ամեն ինչը կատարվում է, դուք ընդհանրապես գոյություն չունեք, որտեվ ինչ ասեք, Իրանի հետ կապված վերլուծեք մեղադրեք չի լինի, Իրանին արդարացնեք չի լինի, Ռուսաստանին մեղադրեք չի լինի, Ռուսաստանին արդարացնեք չի լինի, որն է ձեր օրակարգը։ Դրա համար իրար ուտելն է օրակարգը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ. մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ։ Նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել դրա ռազմական գործողությունների գրեթե 100%-ը եւ հողին հավասարացրել նրա միջուկային ծրագիրը։ Մենք այժմ մտնում ենք վերջնախաղի փուլ։ Արշալույսին սկսվում է տնտեսական D օրը, երբևէ հակառակորդի դեմ սանձազերծած ամենամեծ ֆինանսական հարձակումը։ Սա ավարտական փուլը չի, սա սկզբնական փուլն է։ Դուք վերադարձել եք 79 թվական։ Նույնիսկ չեք էլ նկատել, թե ոնց եք վերադարձել, բայց իրավիճակը փոխվել աշխարհում, իրավիճակը փոխվել Իրանի հետ կապված։ Դուք նոր որակի խնդիրներ պետք է դնեք, բայց դեռ մնացել եք նախկին սանկցիաների տակ։ Ցանկացած երկիր եւ ցանկացած ձեռնարկություն, որն աջակցում է Իրանին, պետք է պատրաստ լինի ամերիկյան պատժամիջոցներին Թեհրանի դեմ տնտեսական գործողության շրջանակներում։ Իրանին աջակցող երկիրը ստիպված կլինեն դուրս գալ դոլարային համակարգից։ Ինչպես տեսնում եք, Ամերիկան սպառնում է չոքնեք Իրանին, Իրանը սպառնում է չոքնեք Ամերիկային։ Երկրներն է կրակն են ընկել եւ առարկայական էլ հարված է հասցնում, այսինքն մենք կատակ չենք անում։ Այսօրվանից սկսած ֆինանսների նախարարության եւ այլ գերատեսչությունների գործողությունները խստացնելու են օղակը եւ արգելափակելու են եկամուտի յուրաքանչյուր պոտենցիալ աղբյուր, որը ֆինանսավորում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ իրական չարագործ ռեժիմը, իրանական։ Մենք կապահովենք ցանկացած սողանցք բացառող մոտեցում։
Իսկ հիմա անմիջապես Չինաստանից արձագանքում են։ Չինաստանի ժողովրդական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյան Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները վճռականորեն պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը։ Չինաստանի համագործակցությունն Իրանի հետ միշտ իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում եւ չպետք է ենթարկվի արտաքին միջամտության։ Պեկինը կտրականապես դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմքեր չունեն միջազգային իրավունքում եւ արտոնված չեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Տնտեսական ճնշումը չի նպաստի առկա խնդիրների լուծմանը, այլ միայն կհանգեցնի հակասությունների եւ հակամարտությունների հետագա սրմանը, կստեղծի բացասական հետևանքների տարածման ռիսկեր, կխախտի համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական կարգը եւ վնաս կհասցնի այլ երկրների օրինական իրավունքներին ու շահերին։ Այն որ Չինաստանը աջակցում է Իրանին նորություն չի։ Այն որ քանի Ռուսաստանի հարցը Ամերիկան չի լուծել, Չինաստանի հարցը չի կարողանալ լուծի, Իրանի հարցը չի կարող նորություն չի, մշտապես խոսել ենք։ Բայց ինչ է ստացվում։ Նորից հերթական լարվածությունով Չինաստանի դեմ, որ ըստ էության որևէ լծակ չի կարողանում դեմը օգտագործի Դոնալդ Տրամպը, ավելի է մոտեցնում Չինաստանին ու Իրանին իմաստը։ Ինչ է տալիս դա մեզ։ Ինչ է տալիս դա աշխարհին։ Բայց հարց չես լուծելու Չինաստանի դեմ։ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի Իրանի եւ Չինաստանի հարաբերությունների արմատները հասնում են 5 քաղաքակրթությունների եւ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջան։ Երկու երկրները դարերի ընթացքում պահպանել են իրենց կապերը, չնայած քաղաքական փոփոխություններին եւ արտաքին ճնշումներին։ Երկու երկրների կապերը հասել են նոր ռազմավարական փուլի։ Այս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները եւ հասել նոր, դինամիկ ու ճակատագրական նշանակություն ունեցող փուլի համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այսինքն հերթական անգամ առիթ տվեց, որպեսզի Իրանը մի հատ բաժակաճառ ասի Չինաստանի հասցեին, Չինաստանին ասի օգնեք, որպեսզի պայքարենք Ամերիկայի դեմ։ Մենք պետք է միասնական լինենք Չինաստան, Ռուսաստան, Իրան։ Մեռանք ասելով Ռուսաստանի հարցը լուծեք, Իրանի հարցը ավտոմատ կերպով կլուծվի, Չինաստանն էլ մի փոքր կվերանա իր տեղը, չի փորձի ավելի ընդլայնել։ Դե, ինչ ասեմ, ասողին պետք է սողալնի։ Աբբաս Արաղչի Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ BRICS-ը արդյունավետ գործիքներ են ուժի մենաշնորհը կոտրելու եւ միջազգային համակարգն ավելի արդար կառուցվածքի ուղղությամբ տանելու համար։ Չմոռանանք, Շանհայի համագործակցության կազմակերպությանը Հայաստանն արդեն դիմում գրել է անդամակցության։ Բացի այդ, իր կառավարության հնգամյա ծրագրում արդեն նշել է անդամակցության հետ կապված աշխատանքները։ Այս Շանհայի համագործակցության կազմակերպության, որը հստակ ձևով, բացի այն, որ Ռուսաստան դոմինանտ դերակատարություն ունի այնտեղ, նույնիսկ եթե Շանհայում է։ Այս պարագայում ինչ է ստացվում։ Անկամ Իրանը բացատրում է, որ BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ լինելով հակաարևմտյան քաղաքականություն ենք իրականացնում, պետք է փորձենք դա շարունակել։ Եվ ինչ է, այս ամեն ինչը Հայաստանում չեն հասկանում ու կանգնում են, ասում են, մեր նպատակն է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, պետք է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հասկանա, որ այդ հայտարարությունը անելով մեր նկատմամբ անվստահություն է առաջացնում արևմուտքի կողմից։ Վաղը կանգնենք, ասեն, էսի խաղեր եք տալի։ Մի օր Ռուսաստանն է կանգնում, ասում կողմնորոշվի էսի խաղեր ես տալի, մի օր Արևմուտքը կանգնի, ասի կողմնորոշվի էսի խաղեր ես տալի։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է դրույթ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցով անցնելիս տարբեր ծառայություններ ստանալու դիմաց նավերից վճար գանձել։ Ամերիկան ասում էր հլա ու բախտը փորձես ինչ որ բան գանձես, տես ինչ եմ անելու։ Իրանք արդեն խորհրդարանով դա ընդունում են, այսինքն ասում են մենք անում ենք, դու ել քո քայլերն արա։ Ինչպես հայտարարել է հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Քաշքավին, խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման եւ զարգացման ռազմավարական միջոցառումների մասին օրինագծի 3-րդ հոդվածին։ Հաստատված դրույթի համաձայն այն երկրների նավերից, որոնց թույլատրված է անցնել նեղուցով, կգանձվի վճար ծովային եւ բնապահպանական ծառայությունների հատուկ պայմաններում լիցքավորման, ապահովագրության եւ անվտանգության ապահովման եւ սպասարկման այլ տեսակների համար։ Դրանք հնարավոր կլինի վճարել իրանական ռիալով, անգամ ասում քո դոլարից էլ հրաժարվում ենք, կամ այլ արժույթով, որը Իսլամական Հանրապետությունը կհամարի ընդունելի, բայց հաստատ ոչ դոլարը։ Սա է վիճակը, ժողովուրդ ջան, այսինքն սրանով հարաբերությունները լարվելը, սրելը եւ մենք էլ ծայրը չենք տեսնում, թե ի վերջո ինչ են անում
ուր են հասնելու, որ մենք հասենք, որ մեր տարածաշրջանը անվտանգ է։ Թե չէ Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք խաղաղություն ենք բերել, իսկ այդ խաղաղությունը որտեղ է բերել, որ սաղ օրը մեր տարածաշրջանը կռիվները մեր կողքերով։ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթ, մենք ոչ մի դեպքում չենք բացառում Հորմուզի նեղուցի ցանկացած կետում կամ Իրանի շուրջ ռազմական հարվածները։ Իրանը հասկանում է, որ ԱՄՆ-ն է վերահսկում այդ ռազմավարական ջրային ուղին, եւ իրանական նավահանգիստների ամերիկյան ռազմածովային շրջափակումը հնարավոր չէ ճեղքել։ Թեհրանը չի կարող դիմակայել ամերիկյան ուժերի ճնշմանը, իսկ Իրանի տնտեսությունն արդեն ծանր հետևանքներ է կրում։ Իրանը արդեն փող է գանձում նավերից, Ամերիկան ասում է, որ ժողովուրդ ջան, այս հարցում հնարավոր չի, այդ մարդիկ փակ է, մենք ենք որոշելու ինչա կատա, հիմա հավատանք մենք դրան։ Փիթ Հեքսեթ, եթե Իրանն այնքան հիմարություն անի, որ բախվի ԱՄՆ-ի զինված ուժերի հետ, ապա մենք կանենք այն, ինչ պարտավոր ենք, այդուհանդերձ մենք գիտենք, որ այժմ նրանց ամենից շատը վնասում է տնտեսական ճնշումը։ Հիմա հասկացաք, ռազմական առումով պատրաստ ենք խփենք, բայց չենք խփելու, որտեղ հասկանում ենք անարդյունավետ է, տնտեսական ճնշումով այդ հարցը լուծելու ենք, բանն էլ Հորմուզի նեղուցն էլ մեր վերահսկողության տակ է։ Թույլ տվեք չհավատալ, կամ ավելի ճիշտ երկուսիդ էլ չհավատալ, որտեղ ես հիմք չեմ տեսնում հավատալ այս կողմին կամ այն կողմին։ Որտեղ մի անգամ չի, երկու անգամ չի, էլի այս խնդիրները։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ-մայոր Հոսեյն Մոհեբի Իրանի ենթակառուցվածքների ցանկացած հարձակման դեպքում հզոր հարվածներ կհասցվեն ԱՄՆ էներգետիկ հանգուցային կետերին եւ կենսական շահերին։ Թշնամին սխալվում է, կարծելով, թե Իրանի ռազմական պաշարները սահմանափակ են։ Մեր խելացի եւ կառավարվող հրթիռների արտադրությունը շարունակվում է։ Լսեցինք երկու կողմին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել Սիրիայի Աբու Դուհուր ռազմական ավիաբազային, այնտեղ իր ուժերը տեղակայելու թուրքական ծրագրերի պատճառով։ Սա մի քանի օր առաջվա է, ուղղակի ինչի հիշեցրեցի, որ հիմա նոր լարվածության խնդիրը որ առաջանում է, այսինքն Թուրքիա-Իսրայել դեռ պատերազմ չի, Թուրքիա-Իսրայել չեն պատրաստվում պատերազմել, այնպես չէ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ պատրաստ է երկուսից մեկի կողմն անցնի կամ արբիտրի դեր խաղալով խաղաղացնի, բայց կոնֆլիկտը չի լուծում, Իսրայելը ցանկանում է առաջ գնալ, Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիան ազդեցություն ունենա Սիրիայի վրա։ Դրա համար պատճառաբանություններ են բերում, թե ոնց համաձայնության չկան։ Իսկ սա նայեք այն ֆոնին, որ Ամերիկան Իսրայելի հետ միասին չի կարողանում Իրանի հարցը լուծի։ Հիմա Իսրայելը նոր խնդիր է առաջացնում այն Թուրքիայի հետ, որը իսլամական ՆԱՏՕ-ի անդամ է արդեն դարձել։ Գործողությունը համաձայնեցնելուց առաջ Իսրայելը բարձր մակարդակով նախազգուշացրել է սիրիական իշխանություններին, փորձելով կանխել թուրքական զինվորականների տեղակայումը։ Նախազգուշացումը մնաց անպատասխան, որից հետո Կաց ու Նեթանյահուն թույլատրել են հարվածը, որը հաջողությամբ իրականացվել է, հայտնել է նախարար Կացը։ Այսինքն մենք արդեն հասկացանք սրա հետ կապված, դեռ շարունակություն չկա, այս մի քանի օրը ուսումնասիրում ենք, տեսնենք ինչ լարվածություն կարող առաջանա, առայժմ չկա, բայց դա չի նշանակում, որ թեման փակված է։ Ցանկացած բայի նոր մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխելու նպատակով դա կարող է սրվել։ ԱՄՆ նախագահի Սիրիայի եւ Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարակը ենթադրել է, որ Իսրայելը կարող էր սադրել Թուրքիային հակամարտության ընտրություններից առաջ քաղաքական դիվիդենտներ ակնկալելով։ Սա էլ մենք ուշադրություն դարձնենք, որ ընտրությունները նախատեսված է Կնեսետի հոկտեմբերի 27-ին, նոյեմբերի 3-ին էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրություններն է կոնգրեսի ստորին պալատը երկու տարին մեկ է, գիտեք, այսինքն ժամկետը լրացել է, իսկ վերին պալատը սենատը 6 տարին մեկ է, 2 տարին մեկ, 1/3-ով ռոտացիա, որի պարագայում կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այլևս մեծամասնություն չունենա կոնգրեսում, իսկ դա լուրջ խնդիր է իր համար։ Առավել ևս գիտեն, որ ինչքան էլ Դոնալդ Թրամփը ցանկանում է 3-4 ժամկետ ընտրվել, կամ ինչու 3-4 այդքան համեստ, ուղղակի ցմահ ընտրվել, չի ստացվում ոչ մի կերպ, նշանակում է ինքը եթե այսօր մեծամասնությունը կորցնի 26 թվականի նոյեմբերի 3-ից հետո, ապա այնպես չի, որ ինքը լուրջ հնարավորություններ կունենա մինչև իր պաշտոնավարման ավարտը ինչ որ քայլեր անել։
որովհետև եթե նախագահը իր երկրորդ պաշտոնավարման ավարտի վերջի տարին նրան համարում են այսպես ասած կաղբադիկ, որովհետև որևէ առարկական ֆունկցիոնալ հնարավորություններ չունի, ապա Դոնալդ Տրամպը կաղբադիկ կդառնա 2 տարի առաջ, ոչ թե մի տարի, եթե նոյեմբերի 3-ի ընտրություններում ինքը մեծամասնություն չունենա։ Իսկ հաշվարկներն ու վերլուծություններն ու հավանականությունը դա բավական փոքր է, որ ինքը ունենա։ Եվ բացի դրանից էլ որքան տեսնում ենք Իսրայելի դեպքերի զարգացումը, գրեթե բացառում են, որ կարող է Բենյամին Նեթանյահուի կուսակցությունը մեծամասնություն ունենա կամ կառավարություն ձևավորելու հնարավորություն ունենա։ Այսինքն իրավիճակը Իսրայելի ագրեսիվ քաղաքականության, իրավիճակը Ամերիկայի կողմից աջակցության հոկտեմբերի 27-ին մի փուլն է պարզ դառնալու, նոյեմբերի 3-ին մյուս փուլն է պարզ դառնալու։ Եվ դրա հետ կապված անգամ փոխվելու է Ամերիկայի եւ Իսրայելի վերաբերմունքը մեր տարածաշրջանում, Իրանի հետ կապված վերաբերմունքն է փոխվելու, որի պարագայում նաեւ մենք պետք է հասկանանք, թե մեր ծրագրերը դրանից ինչ չափով են տուժում, ինչ չափով են խնդիրներ ունենում։ Այս սա է հարցը, ժողովուրդ ջան, որ պետք է պարբերաբար մենք մեր ուշադրության կենտրոնում պահենք, որովհետև չկա այստեղ այնպիսի մի հատ հարց, որը մեզ չի վերաբերվում։ Առավել ևս, երբ որ մեր մոտ ասում են հույսներս պետք է մեր վրա դնենք, մեր տարածաշրջանային քաղաքականություն վարենք, պետք է մեզ ուրիշների վրա հույսներս դրեցինք, տեսակ ինչ եղավ, բայց տարածաշրջանային քաղաքականություն ում հետ է վարում, տարածաշրջանում ում վեկտորի հետ է Հայաստանի վեկտորը բռնում, որպեսզի մի հատ էլ մտածես, կամ եթե իսկապես մեկի հետ բռնի ու մենք նրա հետ ճանապարհ գնանք, ինչու դե նեղացնենք մյուսներին։ Ինչա մենք արդեն ունենք բանաձև ու պատկերացնում ենք, որ մեր տարածաշրջանում այլևս մրցակցություն չկա Իրանի եւ Թուրքիայի միջեւ, չեն ուզում այս տարածաշրջանում, եթե ուժեղ խաղացող դուրս գա, իրանք իրան ձեռքը դնեն այս տարածաշրջանը, բա որ դա տենց չլներ։ Էրդողանը դեռ երբ էր ասում, մենք հասկանում ենք, որ Իրանը ցանկանում է տարածաշրջանը վերահսկողություն սահմանի, մենք ոտի կհանենք էթնիկ ադրբեջանցիներին, որ զսպի Իրանի ղեկավարությանը։ Այդ դեռ նախորդ ղեկավարն էր, Մոջտաբա Համեյնիի հերն էր։ Այդ դեռ դրա ժամանակ էին իրանք ասում, որ երկրի ներսում ոտի են քանելու ընդդեմ իշխանության, որ իրանք ծավալները չընդլայնեն։ Դուք ինչա կարծում եք այդ թեման փակվել է, էլ այդ թեման այլևս ակտուալ չի Թուրքիայի համար, ու ինքը իսլամական ՆԱՏՕ են ստեղծում, ինքն էլ դրա մասնակիցն է, ալնելով ՆԱՏՕ-ի անդամ։ Դրա համար մեր մատը կպահենք աշխարհաքաղաքական զարգերակին, դեպքերի զարգացման եւ պարբերաբար իրար հետ կքննարկենք այդ ամենը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։